ամուսիններով 2 հոգի բնակվում ենք, 6 միլիոնով մենք կարանք տուն առնենք։ 2-8 միլիոն տան։ Բարձով տուն ենք ուզում, ցանկանում, ասում եթե արցախցիներն իրանց չեն համաձայնում, ինչի համար, արցախցին ինչ է արել, արցախցին տուն տեղ թողել եկել է, ինձ ոչ թե տուն, այլ շենք ունեի, շենք, 2 հարկանի, 2 բարձով մնում էին, 2 հոգի, ապրում էինք, ամեն ձևի լավ, հիմի եկել ստեղ ինչ ենք արել, որ մարդիկ մեզ հետ է ձև են վերաբերվում, արցախցիները ինչ վատ բան են արել, հենց նրա համար, որ պաշտպանում էին Հայաստանը, դարպասներ Արցախը Հայաստանի, իսկ հիմա ինչ անենք, ուր գնանք, այնպես են անում մեր կառավարությունը, որպեսզի արցախցիները թողնեն հեռանալ, լքեն ես, և լքել են շատերը, այն լքվածների հետ կապը պահում ենք, ինչ են ասում, այստեղ ավելի լավ են նայում, գումարը օտար երկրում, հենց Ֆրանսիայում տունը տվել են, գումարը տալիս են, օգնությունը տալիս են, իսկ այստեղ 40,000 են տալիս, այն էլ չեն ուզում տան, ինչի համար չեն ուզում, կարողա տուն եմ գտել, կարողա տուն ունեմ չեն տալիս, թող գան տեսնեն, ոչ մեկին տուն չունի ասած, 3-4 օր ուշացրել են այս 40,000-ները, մարդիկ զանգում պարտք են ուզում, ինչի համար, ինչ ենք արել, ուրիշ բան աշխատանք լինի, ես ասում եմ, ուզում եմ աշխատել, ինձ ասում են տարիքոտ չի համապատասխանում, ասում խելքս աշխատում, ամեն ինչ աշխատում, ինչի չեմ կարա աշխատել, թե հասակով ես, իրանց 25-35 տարեկան աղջիկներ են պետք, բա մենք ինչ անենք, աշխատանք չեն թողնում, գումարը չեն տալիս, բա ոնց ապրենք, ախր մենք ենտեղ այս ձևի չէինք ապրում, ամեն ինչ ենք թողել, այս շորով ենք եկել, չեմ էլ ուզում հանեմ, կարոտը սրանով ենք հարնում, չի կարելի, չէ, կառավարությունը պիտի մարդկանց հոգսը քաշի, ոչ թե իրա մասի մտածի, իրանքին ամեն օր մի շոր է հագնում, իսկ արցախցին իրավունք չունի լիարժեք ապրի, մրգերի կարոտ ենք, պատկերացնում ենք թանկ է, չենք կարողանում առնենք, ամուսինս մեծ մարդ է, ամեն անգամ բան է ուզում, միրգ է ուզում, չես կարողանում առն, ոնց առնես, 2-3 անգամ առնում ես, գումարը չի հերիքում, մնում ես կանգնած, ումնից տեղել չկա, որ պարտք վերցնեք, այսպիսի վիճակը արցախցիների վիճակը, դեր չեմ ասում են երեխատար մարդիկ, նրանք էլ չեն իմանում ինչ անեն, ուզում են երեխային տանեն, մի տեղ, մի նկարչություն, մի բան, բոլորը գումարով է, 30,000-ից է սկսում, որտեղից տան, հարց է առաջանում, որտեղից տան, հիմի մտածի, կառավարություն մտածի, եթե դու բնակարանով ապահովել ես, ուրեմն կտրի, եթե չես ապահովել, ինչի ես այս ժողովրդի միսը ուտում, ինչի ես միսը ուտում, ինքը մենակ Թուրքի ասածներն անում, ժողովուրդին ասածը չի անում, ինքը մենակ Ալիևի համար է մտածում Էրդողանի, որ իրան ասածները բավարարի, իր աչքին լավ երևա, դա էլ վախից է անում, նա եթե չվախի նրանցից, իրանց ասածները չեն անի, իր աշկը մենակ ուտում է Ղարաբաղցիներին, հայաստանցիներին, ոնց ասեմ, կտկոտի, էլի, ուտի, որ կտկոտում են, չեն բանանում, մի տեղայտուց չեն սպանում, այլ կտկոտում են, որ սպանեն, այդպես է անում, չի կարելի, մարդիկ մեղք են, չէ, եկել են այստեղ, հաշվում են մեր մայր հայրենիքն եք եկել, մայրը պիտի իրան որդուն այնպես ընդունի, որ չզգա երեխան, դառնում է այնպես, որ մայրը իր երեխին հալածում է, նորից երեխան գալիս է մոտո, նորից է խնդրում, այսպես բան չի կարելի։ Նա էլ նախատեսում է Էրդողանի հետ հանդիպում, այսօր կամ վաղը, Էրդողանի հետ հանդիպում։ Ես այսօր գնացել այնք արդեն, դուք որպես արցախցի, արցախցիներին դա ինչ կտա այդ հանդիպումը, Էրդողան Փաշինյան հանդիպումը, ինչ է կա։ Ինքը գնալու է նորից, Սյունիքը ծախի, այն ժամանակ Արցախն է ծախել, 3 ազգային ժողովում հայտարարում, այնքան վատ ենք զգում մենք արցախցիներս, երբ լսում ենք, որ ամբիոնից, այն բարձր ամբիոնից հայտարարում է, որ ես ինձ վարչապետ եմ զգացել, երբ Արցախը հանձնել եմ, ասել եմ Արցախը Ադրբեջան է եւ ոչ։ Այդպիսի մարդուց ինչ պահանջես, ինքնասիրություն չունի, անբարոյական մարդ է, ինչ ուզում եք ասեք։ Շատ, մենք ատում ենք, բոլորովս ատում ենք իրան։
որպեսզի մի քիչ բան անենք, հույս ներշնչենք, ասենք լավ է ոչինչ, վարչապետա բան, գոնե մի լավ բան անի արցախցիների համար։ Մեղքը չեն էս արցախցիները։ Ինչ են արել։ Արցախցիները ինչ են արել ձեզ, կամ հայաստանցիներին ինչ են արել, եւ իր այդ բանը, այդ խոսքերը, ինչ որ ամբիոնից կրկնում է, նույն ձևով ամբողջ Facebook-ը տարածված է, ամբողջ Facebook-ը, իր խոսքերն են արտասանում, ինքը շատ չեմ էլ ուզում այդ բառերը կրկնեմ, այնպիսի բառ է օգտագործում, կյանքում էսա 70 տարեկան եմ դառնում, բայց այդպիսի բառ լսած չկամ, նաման ավանդ վարչապետից, դու վարչապետ ես քեզ համարում, բոլորը քեզ են նայում, քո խոսքը օրենք է, չէ, այդ ինչպիսի արտահայտություններ ես անում, եւ ում ես այդ բազարնի մարդ, շուկայական մարդ, այդպես, իրա տեղը վարչապետի աթոռը չէ, իրա տեղը գնա ընկույզ ծախի, այդ եմ ասում։